բնակիչների մոտ էլ է հասունացած, որ պետքա մի բան արվի, որովհետև դա 21-րդ դարի իրավիճակ չի։ Մենք ստեղ մի հատ նմանատիպ խնդիր, նմանատիպ չի, ունենք կոնդ թաղավ ասում, այստեղ նրբությունն այնա, որ պատմամշակութային հսկայական շերտ կա, եւ պատմամշակութային այդ շերտի նկատմամբ առանձնահատուկ հոգատարություն եւ վերաբերմունք է պետք։ Ես հույս ունեմ, որ այդ թեմայով մենք առաջիկայում կունենանք ինչ-որ բան, եւ նաեւ պարոն Ավինյան, երկու հարց, մենք նախորդիվ ընդունեցինք ծրագիր, որը վերաբերվում էր Կասկադի հետնամասի, այդ ծրագիրը նորմալ գնում է, իրացվելու է, դրա հետ կապված ամեն ինչ նորմալ է։ Այո, պարոն վարչապետ, իր բնականon հունով ընթանում է, հիմա բանակցում ենք պայմանագրի որոշ կետերի դրույթների վերաբերյալ հաղթող ընկերության հետ, հենց վերջնականացնենք այդ բանակցությունները, մենք արդեն անցնելու ենք ավելի ակտիվ փուլի, այսինքն այս տվային տեսադաշտում բարդություններ չունի։ Հիմա քանդման աշխատանքների փուլում ենք, արդեն ֆիզիկապես տեղի է ունի։ Ֆիզիկապես քանդման աշխատանքները դեռևս նույնիսկ նախորդ տարվանից սկսած արդեն տեղի էին ունենում, այսինքն ֆիզիկապես այնտեղ արվում է աշխատանք։ Իսկ Իսակով Արշակունյաց այդ նախագիծը ուր է հասել։ Գարնանը սկսում ենք շինարարությունը, պարոն վարչապետ։ Ունենք մրցույթ եղել է, հաղթող ունենք։ Հաղթողը ունենք, հիմա տեղ հսկողի մրցույթի վերջնական հաղթողն ենք, հաղթողը պետք է ընտրվի եւ դրանից հետո արդեն գարնանը սկսում ենք աշխատանքները։ Շատ լավ, շնորհակալ եմ։